բարև բոլոր նրանց, ովքեր հավատում են հայկական փոփ ինդուստրիայի գոյությանը ու նաև նրանց, ովքեր տեղական շոու բիզնեսի բացակայության ապացույցներ ունեն։ Մենք փորձելու ենք առաջին հայացքից թեթև ու մակերեսային թվացող փոփը ուսումնասիրել ավելի խորը ու դրան նայել լրագրողի աչքով։ Այս անգամ մեր ուսումնասիրության թիրախումն նա է երգչուհի ու արտասահմանում տված յուրաքանչյուր հարցազրույց Հայաստանում իսկական բլոկբաստեր է դառնում։ Երգչուհիով միակն էր, որ մասնակցելով միջազգային մրցույթին հույսը դրեց ոչ թե սփյուռքի, այլ սեփական տաղանդի վրա։ Ով է նա։ Նա հայկական էստրադայի ամենաանկաշկանդ կատարողն է։ Եվ այսպես մեր հյուրը Սոնա Շահգելդյանն է։ Ալու արի պայմանավորվենք, մենք դուքով ենք խոսում, թե դույով ենք։ Դու ես պաշտոնական խոսում, ինձ ես ասում պաշտոնական։ Խնդում, ինքը մեկ է ինքը։ Սոխսը սպորկոն պոլին։ Դե լավ ուրախ անցնում, ոչինչ։ Քեզ մամասեմ Սոնա իրան այլի տա։ Երբ ասում են Սոնա Շահգելդյան, միանգամից պատկերացնում են նոր ալիք մրցույթը, քո այնտեղի հիշվող հաղթանակը։ Դու միակն էիր, ով Հայաստանից մեկնեց նոր ալիք ու հաղթեց մրցույթը։ Ինչու, որովհետև դու լավագույնն էիր, ու այսքան տարիների ընթացքում չի եղել որևէ մեկը Հայաստանից, ով քեզնից ավելի լավը լիներ, թե պարզապես քո բախտը բերեց։ Ես բացի նոր ալիքից մասնակցել եմ մի շարք մրցույթների եւ գրավելով առաջի տեղը Grand Prix, երկրորդ մրցանակ եւ դա եղել է 12 տարեկանից, այսինքն դա իմ առաջի փորձը չի եղել, բայց որպես բում, որպես մեծ ավելի հաղթանակ բնականաբար եղել է նորալիք մրցույթը։ Եվ ո՞րն էր քո հաղթանակը, որովհետեւ դու իսկապես լավագույնն ես Հայաստանից, ով այս տարիների ընթացքում գնացել էր։ Ես չեմ ուզում մեծամտորեն խոսել, բայց ճիշտը մնում է ճիշտ եւ չեմ կարող դրանից խուսափել։ Պարզապես ասեմ, ուղղակի ես այդ մրցույթը շատ սիրել եմ, շատ դիտել եմ եւ ցանկացել եմ մասնակցել, բայց ուղղակի չեմ սիրել մենակ մասնակցել, ուզել եմ հաղթել եւ դա այդպես եղավ եւ ասեմ որ 10 տարվա ընթացքում ոչ մեկ չի հաղթել, այսինքն առաջին մրցանակի չի արժանացել եւ ես պայքարել եմ, ամեն ինչ արել եմ եւ միգուցե ուժեղ եմ եղել հաղթել եմ։ Ես ասեցի, եթե լինեին այնտեղ ավելի ուժեղ մասնակիցներ, միգուցե նրանք հաղթեին։ Ես չէի նեղանա։ Այդ տարի բերեց, որ ավելի թույլ։ Բախտով չէր, ասեմ, որ իմ տարին բնականաբար շատ ուժեղ մասնակիցներ կային, բախտի հարց չի այստեղ, եւ ասեմ, քանի գնում է նորալիք մրցույթը, ավելի ոնց որ չեմ ուզում կոպիտ հնչեցնել, բայց այն ջիղը էլ չկա, այն եռանդը, դուք ականատես եք եղել ինքներդ գիտեք, եւ ասեմ, իմ տարին իմ համար ամենալավն էր, կարող եմ այդպես նշել։ Դուք համարում եք, որ դուք իսկապես այս տարիների ամենատաղանդավոր ներկայացուցիչն եք Հայաստանի կողմից եղել, որ հենց դուք եք առաջին տեղը գրավել։ Դե դուք արդեն տեսել եք, ինքներդ համոզվել եք, կարիք չկա դրա բարձրաձայնել, ասեմ այո, կարծում եմ այո։ Դուք հատկապես հիշվեցիք մրցանակի հանձնման ժամանակ, սովորաբար նրանք, ովքեր ստանում են մրցանակը, մի քիչ ավելի պաշտոնական վարքագծով են աչքի ընկնում, դուք շատ անկեղծ եք ու անմիջական, մի քանի անգամ նույնիսկ համբուրեցիք ժյուրիի նախագահներին, մի քանի անգամ բարձրախոսով խոսեցիք, մի քիչ շատ չէր ակտիվությունը, թե իսկապես այդպիսին է պետք լինել բեմի վրա։ Դե բեմում պետք է այդպիսին լինես, պետք է անկեղծ լինես, որ ժյուրին քեզ սիրի, հանդիսատեսը հավանի եւ բարձր գնահատեն քեզ։ Եվ չգիտեմ, ես անկեղծ եմ եղել բեմում, ես ձևականությունները պաշտոնական ես չեմ գնացել ուղղակի ուրիշ մրցույթի, գնացել եմ մեծ մրցույթի, դա եղել է երգի վոկալի մրցույթ, ոչ թե ինչ-որ ուրիշ մրցույթ, եւ ես ցույց եմ տվել ինձ ինչքան որ կարողացել եմ, թե բեմում, թե իմ կերպարով, թե իմ ձայնով, թե իմ երգերի ընտրությամբ եւ ձևականություններ բնականաբար չեմ սիրում եւ նրանց չես կարող խաբել ձևականություններով, նրանք ասում են դու ոնց կաս երգի, մենք քեզ տենց սիրում ենք, քո մարդկային որակն են գնահատում, առաջնահերթ դա, հետո արդեն քո տաղանդը։ Այսինքն ես ում եմ հասկանում, երբ դու ստացար մրցանակը, շնորհավորանքները ստացար իջար բեմից կողքից քեզ չասացին, շատ լավ էր որ հաղթեցիր, բայց մյուս անգամ երբ նման մեծ մրցանակ ստանաս, ասենք, ավելի քիչ ակտիվ եղիր կամ կրուտոյին 2 անգամ, 3 անգամ մի համբուրիր, բավական է 1 անգամը։ Չէ, ես ասեմ, որ կրուտոյին եթե էլի հնարավորությունն է, էլի կհամբուրեի, բնականաբար, բայց ասեմ, դա գիտես Արիտա ջան, մեր հայերի ձևականություններն է։ Նրանք ընդհանրապես դες բաներին են էլ
չեն ուշադրություն դարձնում, շատ թեթև են նայում, շատ ամիջական եւ ասեմ ոչ, դա իմ սրտից է բխել, ես դիտավորյալ բաներ չեմ արել, համբյուրներ, ես տենց եմ ուզել այդ բան, տենց եմ արել ու ճիշտ եմ արել ու կարծում եմ դրա մեջ ինչ-որ խնդիր չկա։ Այ դու հայերից խոսեցիր, երբ վերադարձար մրցույթից Հայաստանում քեզ այդ տարի լավագույն երգչուհու տիտղոսը չշնորհեցին։ Դու ինչպես ես, ինչու, որովհետև Հայաստանում ճիշտ է կան երգիչներ, որոնք քեզնից լավն էին, որոնք նոր ալիքի չէին մասնակցել, թե քո տաղանդը պարզապես չգնահատվեց այդ տարի այստեղ։ Նախ ասեմ ոչ միայն լավագույն երգչուհի չտվեցին, այլ ինձ այդքան էլ լավ չդիմավորեցին, ես ավելի մեծ սպասումներ ունեի, որտեվ դրոշ էի բարձրացրել, երկիր էի ներկայացրել, դա քիչ բան չէր, համենայն դեպս հաղթանակով էի վերադարձել եւ առաջի անգամ էի մեծ հաղթանակ բերել Հայաստան եւ չգիտեմ, ես դրան շատ թեթև եմ նայում ճիշտ ասած, իսկ տաղանդը, ես չգիտեմ, նախանձը բնականաբար առաջնահերթ, իսկ ինչը որը վերաբերում է տաղանդին, այո, միշտ էլ տաղանդավոր մարդիկ ավելի ուժեղ են լինում եւ ավելի նրանց սիրում են խոչընդոտել, կոտրել, բայց ես այդ մարդկանցից չեմ։ Ամեն դեպքում նախանձը կա, դուք ինքներդ գիտեք եւ չգիտեմ ինչու էր այդպես։ Հանակները տալիս են իրենք Պարզ է, որ մեր շոու բիզնեսի երգիչ-երգչուհիները չեն, վերջը մրցանակաբաշխությանը կար հատուկ ժյուրիի կազմ, որտեղ ոչ այդքան երիտասարդ կատարողներ էին մտնում, ուղղակի հետաքրքիր դեպքում նախանձողները ովքեր էին, մարդիկ, ովքեր քեզ շրջապատում են հենց շոու բիզնեսում, թե չգիտեմ ավելի բարձր, ավելի տարիքով, մարդիկ, ովքեր ժյուրիում էին հենց գտնվում։ Չէ, թվում է առաջինը, ես չգիտեմ, ես լսել եմ, որ ընդհանրապես ես չեմ սիրում այդ մրցույթներին մասնակցել Հայաստանի առումով, որտեղ ես սիրում եմ միշտ արդարություն եւ ասում են ինչ-որ տենց կոնկրետ արդեն նախորոշում են, տալիս են ում, ես դա չգիտեմ ճիշտն ասած եւ դա հենց դա է սխալ, որ միանգամից, այսինքն քեզ հանդիսատեսը չի գնահատում։ Այս տարի էլ նախորդ որոշված որ դու ես ստանալու այդ։ Բնականաբար ոչ, որտեվ եթե ինձ այս տարի չտային, իրանք արածից կամաչեին։ Ես նշեմ sense, որտեվ ես չեմ սիրում, մի հատ արտահայտություն կա, չեմ հիմա անի։ Եվ ասեմ, որ ես իրոք մրցանակ էի բերել, ես մենակ մրցանակ չէի բերել, ես այդ տարի շատ լավ աշխատել էի, ես մհեր ունեցա համերգ, ունեցա տեսահոլովակներ, շատ աշխատեցի եւ արդեն իմ մրցանակը մեծ բան էր, որ ինձ տային երգչուհի, բայց ես գիտեմ, որ բնականաբար գոռոզություն չլինի, լավը լավն է, վատը վատն է, ինձ այդ արձանները չեն գոհացնում, ես ունեմ մի հատ մեծ լավ մրցանակ, որ ամբողջ կյանքում կհիշեմ, կպահեմ, եւ ասեմ այս տարի տվեցին, որ ինչ-որ ամոթուց դրթված, չեմ վախենում արտահայտվել, բայց շնորհակալ եմ էլի, որ գնահատեցին, որոշ չափով տվեցին, եւ գիտեք ինչ, ես անցյալ տարի, որ իմ ընտանիքը լքեց մեմը, դա իրանց խնդիրն էր, իրանց խնդիրն էր, որտեվ դա իրանց կարծիքն էր, ես չէի կարող նրանց կանգնեցնել, բայց ես միջև վերջ նստած եմ եղել մրցանակաբաշխությունը, ուղղակի մենք չէինք ուզում ինձ տային կոնկրետ երգչուհի, որտեվ երգչուհի տենց ծնվում են կոնկրետ չեն դառնում երգչուհի։ Վերջին շրջանում Սոնա Շագելդյանին սկսել ենք նկատել հավաքույթներին, աստղային, հա ծնունդներ լինեն դրանք, թե ուղակի հավաքույթներ։ Ինչն է պատճառը, այսինքն մենք գիտենք ու ոչ մեկի համար գաղտնիք չի, որ սովորաբար մարդիկ մասնակցում են նման հավաքույթներին եւ այդ շրջանում լինելու եւ, չգիտեմ, մեկ բակալ շոմպայնի շուրջ ինչ որ բաներ խոսելու համար եւ հետագա նաեւ աշխատանքի եւ մրցանակների համար։ Դու դրա համար ես մասնակցում այդ հավաքներին, որտեվ հասկացար, որ աստղային միջավայրի մասը դառնալու համար դա է պետք անել, թե Չէ, Սոնա ջան, պարզապես ես դրա կարիքը չունեմ, ովքեր ունեն դրա կարիքը, բնականաբար ամենտեղ ամենուրեք կլինեն եւ ասեմ, որ ինձ հրավիրում են, ես սրտանց գնում եմ։ Իսկ ովքեր է որ չեն հրավիրում, ես պետքա չգնամ բնականաբար։ Դու նշեցիր, որ դրանք ձևական հավաքույթներ են։ Դե որոշ մարդկանց մոտ ձևական հավաքույթներ են լինում, որոշ մարդկանց մոտ ոչ, ուղղակի ի սրտե գնում ես, շնորհավորում ես, ուրախանում ես, ամենակարևորը դա է, ուրախությունը, ոչ թե ուղղակի նկարվես, մեկ ավելի շատ նկարահանվի, մյուսը ավելի շատ չգիտեմ ինչ անի։ Ես դրանց շարքում չեմ պատկանում ամեն դեպքում։ Ամիսներ առաջ դու մենահամերգ տվեցիր նոյեմբեր Արամ Խաչատրյանի համերգ օպերայի։ Օպերային համ։ Այնուամենայնիվ դա համալիրը չէր։ Ինչու որոշեցիր ավելի փոքր հանդիսատես, փոքրաթիվ հանդիսատեսի առջև հանդես գալ։ Շատ տեղին հարցեր եք։ Չէի կարող լցնել համալիրը։ Չէ, ես դրա կարիք ընդհանրապես չունեմ, ասեմ, որ իմ երգերը այնքան տարբեր են, Ալիտա ջան, այսինքն ես ժանրային սահմանափակում չունեմ։ Ես չեմ երգում մի ոճով եւ շարունակում։ Ես կարող եմ երգել սոուլ, կարող եմ երգել ջազ, դասական, ժողովրդական, դրա համար օպերան ավելի մակարդակ կա,
մակարդակով տեղ է եւ օպերայում ամեն մեկը չի կարող համերգ տալ, կարծում եմ, իսկ համալիրն էլ վատ չի, ուղղակի համալիրը ավելի վեցութային, ավելի պարային, ավելի մարդիկ սիրում են։ Վերջ-վերջը դահլիճը որոշում է ոչ թե ինչ են այնտեղ կատարում, այլ ինչքան հանդիսատես է, ինչքան գումար է պետք ծախսել նման դահլիճ վարձելու եւ տեխնիկայով դինելու համար, չէ՞, վերջ-վերջ օրինակ մենք մի շարք օրինակներ ունենք, որ, չգիտեմ, ամերիկյան Kodak դահլիճում երգել է եւ Միրայա Քերին եւ Արմենչիկը, ինձ թվում է շատ տարբեր ոճերի մարդիկ են, այնուամենայնիվ դահլիճ ինձ թվում է չպետք է թելադրի ոճը։ Միգուցե պետքա մենք թելադրենք, չէ՞, ավելի շատ, բայց ասեմ, որ դա կապ չունի, Արմենչիկը բնակվում անտեղ ու շատ լավ երգիչ է, օրինակ բերեցի, ասեմ, չէ կարող էր այնտեղ երգել, բայց ես հիմա կարող եմ համերգ դնել ու շատ լավ անցնի, բայց ես չեմ ուզում ձևականորեն մարդկանց բերել կներեք հավաքել, ուղակի չեմ ուզում շատ բաներ խոսել։ Այսինքն դահլիճ արհեստականորեն լցնել շատ կան, որ լցնում են, եկեք խոսենք դրանից, որտեվ հիմա ես եկել եմ հյուր, ուզում եմ ճիշտ խոսել ու շատ թեմաներ կան այդ հարցի շուրջ եւ ասեմ արհեստականորեն չեմ ուզում լցնել, որտեվ Արսեն Գրիգորյանը երբ որ եկավ ինձ հյուր, իմ մենահամերգին երգեցինք միասին, ասեց քեզ պետք չի տես ձևական դահլիճներ, որ դու լցնես, քեզ էս հանդիսատեսը շատ հերիքա ոչ չէ լցրել։ Գրիգորյանը այնտեղ մենահամերգ ունեցել է։ Այո, շատ լավ մենահամերգ, փոքր դահլիճում է ունեցել, մեծում չի ունեցել, չէի ցանկանա համալիրում երգեի։ Ես չեմ սիրում, որ մեկը որ մի բան անում է, կրկն ոնց ասեմ։ Այո, չեմ սիրում եւ տենց։ Քո մենահամերգի մասին իհարկե խոսեցին, նրանք ովքեր ներկա են կամ նրանք ովքեր լսել էին, բայց արի համաձայնում ենք, որ չխոսեցին այնքան, ինչքան այն պատմական հարցազրույցների մասին, որ եղան նոր ալիք մրցույթում, ու ես հիշում եմ, որ այդ մրցույթի այդ խոսակցություններից հետո, երկրորդ ալիքից հետո մենք հանդիպեցինք եւ դու ասացիր, որ դու իրականում գիտես, որ շատ մարդիկ կգտնվեն, ովքեր դիտմամբ կմոնտաժեն քո իսկապես անթերի եւ այս դեպքում բավական լավ հարցազրույց է։ Դու նշեցիր, որ պետք է պարզես ով է դա արել։ Ի վերջո պարզեցի։ Ես շատ բան գիտեմ եւ ես չեմ սիրում դատել, որտեվ Աստված է դատում եւ ասեմ, որ ես ուղղակի մահկանացու եմ եւ չեմ սիրում ինչ-որ մի բան անել։ Բայց ինչը որ վերաբերվում է կոնկրետ այդ որ գցել են, ես շատ լավ գիտեմ ինքս, հենց եղավ մրցույթից հետո, ես չեմ ասում անթերի եմ խոսել, բնականաբար անթերի ոչ մեկ չի խոսում, նամանակ մեր շոու բիզնեսում, ես ոնց ցանկացել եմ, տենց է խոսել եմ, ես ասել եմ եւս մեկ անգամ շատ լավ եմ արել։ Թող իրան ինչ որ մեկն էլ հաղթի, մրցանակ բերի, տենց վատ խոսի։ Դու նշում ես, որ նաև մոնտաժած է, դա իսկապես դիտավորյալ մոնտաժած է։ Հա, ես շատ բաներ գիտեմ, ուղղակի չեմ ուզում հիմա փակագծերը բացել, հետո առիթ կլինի ամեն ինչ կպարզվի։ Չգիտեմ, ինչու եղավ հենց ասեմ, ես ես հիմա ասեմ, ինչու եղավ հենց մրցույթից հետո։ Թող լիներ դրանից առաջ կամ հետո, չէ՞։ Դա արդեն տալիս է տեղիք խոսելու։ Սոնա, հիմա հայկական շոու բիզնեսում մեկը մյուսի հետևից տեսահոլովակներ են դուրս գալիս, որտեղ կատարողները պարում են։ Իհարկե շատ լավ տենդենց է, որովհետև յուրաքանչյուր կատարող պետք է նաև շարժվի։ Բայց եթե երկի կենթան 2010 թվականին դու մի տեսահոլովակ թողարկեցիր աշուն ձմեռ, որտեղ դու պարում ես։ Ես առաջի անգամ իդեպ ասեմ, որ բացումը ես եմ արել, հենց որ չի եղել։ Այդ պատճառով էլ այդ հարցը տալիս ենք։ Դա 2 տարի առաջ էր, այսինքն այն ինչ որ հիմա այդտեղ են, 2 տարի առաջ էր։ Մեզ ուղղակի հետաքրքիր է դեպքում ինչպես ստացվեց, որ ոչ ոք չնկատեց ու չխոսեց նրա մասին, որ դու պարեցիր։ Որովհետև միշտ խոսում են այն մարդկանցից, ովքեր դրա կարիքն ունեն եւ շատ սիրում են շատ խոսել։ Ես ինքս չեմ սիրում տենց խոսել, ես իրոք ասեմ, որ շատ լավ պարել եմ։ Աշուն ձմեռ գարուն, եղել է շատ լավ տեսահոլովակ, օպերատորը Կարեն Ստեփանյան իմ սիրելի, նշեմ, եւ ասեմ, որ իրոք շատ լավ տեսահոլովակ է եղել եւ շարժվելով պարել եմ։ Բայց դա եղել է 2010 թվականին, չմոռանանք, եթե ես այդ բանը արել եմ, որոշ մարդիկ նոր են, չէ՞, պարում։ Դա շատ ողջունել է, բայց նոր են սկսել շարժվել։ Պարել էր արդյոք հատուկ դասընթացների գնացել ուղղակի։ Չէ, ես մի անգամ արդ փորձել եմ ու մեջ ես շատ լավ եմ պարում ընդհանրապես, այնքան թեթև եմ պարում, որ չի զգացվում։ Սոնա, որոշ ժամանակ առաջ ընտրություններ էին ու բոլոր մեծ մասը երգիչ-երգչուհիների մասնակցում էին Քարոզ Արշավի, դու ինքդ մասնակցել ես։ Ես Քարոզ Արշավներ չեմ արել, բնականաբար, եւ մեղադրելու էլ չի, ես չեմ կարող ոչ մեկին մեղադրել։
Եվ ասեմ, դա իրանց խնդիրն է եղել, որ մասնակցել են, երգել են, գումար են վաստակել, ինչու ոչ։ Եթե չկան համերգներ, թող վաստակեն։ Քեզ չեն առաջարկել, թե պարզապես չես։ Ինձ առաջարկել են, բայց ես մասնակցել եմ տարբեր տեղեր, ես ինչ որ մի անդամ չեմ եղել կոնկրետ, եւ ասեմ, ես չեմ ցիմ քաղաքականությունից խոսել, երգչուհին պետքա երգի, իր գործն անի, բայց դա էլ աշխատանքի մի ձև է, եթե չկան լավ համերգներ, չէ՞։ Եկեք համաձայնենք, մարդիկ ոնց պետք է ապրեն, երգիչները պետք է գումար դե որտեվ շոու բիզնես չկա։ Իսկ եթե լիներ լավ շոու բիզնես, այսինքն ես չգիտեմ, այստեղ բիզնես կա թե շոու, արդեն ամեն ինչ sense փոխվել է միանգամից։ Ոչ թե չկան լավ երգիչներ, չեմ ուզում անդադ վատը խոսել, չեմ սիրում, ես վատատես մարդ չեմ ինքս, կան շատ լավ երգիչներ, երգչուհիներ, ուղղակի նորություններ չկան, այսինքն նոր երգեր չկան։ Սաղ իրար նման են, դրա համար էլ տենց է մեր վիճակը։ Լավ, Սոնա, դու նոր տեսահոլովակ ունես։ Այս տեսահոլովակում ամեն շատը ինչ է քո դուրը չի գալիս։ Այս նոր տեսահոլովակում չգիտեմ, նոր տեսահոլովակը շատ լավն է իսկապես։ Իդեալական է, այսինքն ես չեմ կարող ասել, պետքա նայեն, դիտեն, որ ասեն, ես ինքս բծախնդիր եմ, բայց ես ինքս չեմ կարող ասել լավն է թե վատն է, բայց ամեն դեպքում տարբերվող է, ամեն դեպքում երգը շատ լավն է, կոնկրետ ամեն ինչը համահունչ է։ Այսինքն չի կրկնվում, թե տեսահոլովակը, թե երգս, իմ կերպարներն են շատ տարբեր եւ կդիտեք ինքներդ ձեր կարծիքը կհայտնեք։ Հայկական շոու բիզնեսում շատ քիչ մարդիկ կան, որոնք միմյանց չեն ճանաչում։ Բոլորը ընկերներ են, մտերիմներ են, սիրում են իրար, ատում են։ Եվ այստեղ հետաքրքիր է, դու հաճախ ես խառնում աշխատանքային հարաբերություններդ ընկերական հարաբերությունների հետ, այսինքն ընկերներ լինելով միաժամանակ կարող է մեկին խնդրում ես, որպեսզի քեզ օրինակ անվճար երգ գրի կամ էլ անվճար տեսահոլովակ նկարահանի։ Ճիշտն ասած, տենց դեպք չի եղել, իմը միշտ գումարով է եղել, այսինքն չեմ խնդրի երբեք։ Եթե ցանկությունը լինի նրանց կողմից, շատ կուրախանամ բնականաբար, բայց նրանք է պետքա գումար վաստակեն եւ ես պետք է մարդ այնքան գիտակցի, որ պետք չի ասի, խնդրում եմ, մի հատ տեսահոլովակ անես կամ շատ կան, այո, դու շատ ճիշտ հարց տվեցիր ու նշեցիր, խնդրում եմ այս համերգին կլինի մասնակցեմ, խնդրելով լինում է որոշ բաներ, բայց դա տևում է շատ քիչ ու կարճ է տևում այդ ամենը, եւ եթե նրանք են առաջարկում երգ, ստեղծագործություն գրել ինձ համար ու տեսահոլովակ նկարահանել, ես շատ ուրախանում եմ։ Իսկ վերջին տեսահոլովակներն էլ տեսահոլովակը նվեր էր։ Չէ, վերջին տեսահոլովակը նվեր չի եղել, մնացած տեսահոլովակներս էլ չի եղել, իմ կյանքում եղել է 1 թե 2 տեսահոլովակ, որ նվիրել է ու նրանց կողմից է եղել։ Ինչ արժել է այս տեսահոլովակը։ Այս կոնկրետ տեսահոլովակ, դες չեմ կարող ասել։ Գիտեք, ինչ ես կարող եմ անենց գներ ասել, որ ասում են 12000, 13000, 15 տենց գին այստեղ ասեմ, թող լսեն, ինձ դիտեն, տենց գներ այստեղ գոյություն չունեն։ Իսկ մոտավոր այս տեսահոլովակը ինչ արժողություն։ Մոտավոր Ընդհանուր եթե վերցնեմ, այսինքն պարողներով, մեյքափ, դիմահարդարմամբ, այ ամբողջությամբ չեմ կարող է ասել, տենց ասեմ, լավ չեմ ամաչում, ամաչելու բան չկա, մոտ $3000։ Շնորհակալություն Սոնա այսօր մեզ հյուր լինելու համար, իսկ մենք հիշեցնենք, որ Սոնան հարցազրույցի ժամանակ անկեղծացավ եւ նշեց, որ համալիրում համերգ կտա միայն այն ժամանակ, երբ ստիպված չլինի ձևական հանդիսատեսով լցնել դահլիճը։ Սոնան նշեց, որ մեծ աչքով Իգոր Կրուտոյին եւս մեկ անգամ էլ կհամբուրեր, եթե իհարկե հնարավորություն ունենար։ Եվ հիշեք, որ լավ քննադատության համար միայն բացասական կարծիքները նկատելը բավական չէ, պետք է կարողանալ նկատել նաեւ լավն ու դրականը եւ դրա մասին խոսել։ Մենք հենց այդպիսի քննադատության կողմնակիցն ենք, հենց այդ պատճառով էլ հայկական փոփ ինդուստրիան շարունակելու ենք աչքի տակ պահել։